Ողջույն, սա ինձնից դեպի քեզ փոդքասթի հերթական թողարկումն է։ Մինչ հաղորդումը սկսելը ցանկանում եմ մեջբերում անել Ջորջ Օրվելից։ Ջորջ Օրվելը ասում է. ամենավտանգավոր սուտը դա լռությունն է։ Այսօր ուզում եմ խոսել ոչ թե նրանց մասին, ովքեր խոսում են սխալ, այլ նրանց մասին, ովքեր ընդհանրապես չեն խոսում։ Որովհետև լռությունը երբեմն ավելի բարձր է, քան ճիչը։ Լռելը միշտ չէ, որ վախ է, երբեմն դա մտածված հաշվարկ է։ Լռում են, որ չկորցնեն պաշտոնը, լռում են, որ իրենց առաջ չփակվեն դռները, լռում են, որ ժամանակ անցնի, բայց կա մի պահ, երբ լռությունը դադարում է լինել ընտրություն, դա դառնում է հանրային դիրքորոշում։ 1930 թվականին Եվրոպայում շատ մտավորականներ լռեցին։ Իհարկե ոչ բոլորն էին համաձայն ֆաշիզմին, բայց շատերը լռեցին։ Հետագայում Հաննա Արենդը գրում է. «Չարիքը հաղթում է ոչ թե աջակիցների, այլ լռողների շնորհիվ։ Սա պատմական դաս է, ոչ թե քաղաքական հայտարարություն»։ Մշակույթը առաջինն է զգում ճնշումը, եւ հենց այդտեղ էլ արագ տարածվում է լռությունը։ Ոչ բոլորն են համաձայն այս իշխանության հետ, բայց շատերը վախենում են կորցնել իրենց աշխատանքը։ Բրեխտը գրել է. երբ անարդարությունը օրենք է դառնում, դիմադրությունը պարտականություն է, բայց ինչ է լինում, երբ դիմադրությունը դառնում է անհարմար։ Այդ ժամանակ լռությունը ներկայացվում է որպես խոհեմություն, իսկ խոհեմությունը դառնում է պրոֆեսիոնալիզմ։ Ով է վճարում լռության գինը։ Իհարկե լռողը չի տուժում անմիջապես, տուժում է նա, ով դեռ հավատում է խոսքին, երիտասարդ արվեստագետը, հանդիսատեսը, ապագան։ Լռությունը միշտ վճարվում է ուրիշի հաշվին։ Եթե դու այսօր լռում ես, դա նրանից չէ, որ չգիտես, թե ինչ ասես։ Դա նրանից է, որ դու շատ հարմար դիրքավորվել ես։ Լռությունը չեզոքություն չէ, ձեռնպահ չէ, լռությունը կողմ է։ Այս թողարկումը մեղադրանք չէր, այլ ընդամենը հայելի էր։ Սա էլ ինձնից դեպի քեզ փոդքասթի հերթական 8-րդ թողարկումն էր։ Եվ վերջում եւս մեկ անգամ կխնդրեմ ձեզ բաժանորդագրվել, հավանել եւ իհարկե կիսվել, որպեսզի տեղեկացնեք ձեր ընկերներին մեր զրույցների մասին։ Շնորհակալ եմ, որ լսեցիք։ Իսկ հաջորդ թողարկմանը մենք կխոսենք մի շատ կարևոր թեմայի մասին։ Մենք կխոսենք նրանց մասին, ովքեր սիրում են բարձր խոսել, բայց խուսափում են պատասխանատվությունից։ Մեր հաջորդ թողարկման թեման է բարձրախոս խիզախությունը, երբ խոսքը ռիսկ չի պարունակում։ Կհանդիպենք։